Բարև ձեզ հայր ջան։ Ուրեմն տեսնում եք, ինչ թատրոններ են տալիս, թլպատված թուրքաջվուտները հայախոս, ապոզիցիան և իշխողները իրար պաստալով, տպավորություն է ստեղծում, որ պայքարը իբր թե իրանց մեջ գնում, հիմա ես ձեզ վիդեորոլիկ ցույց կտամ ու կպատասխանեմ, հայր ջան, մի րոպե, ուրեմն Наказался женщиной. Միջազգային մամուլը անհերքելի կներեք փաստեր է հրապարակել, համաձայն որոնց կալուգացի օլիգարխը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Ընդ որում կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան չի հերքում այդ փաստը և չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։ Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերը անհերքելի են և պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը։ Նույնիսկ Պետրոս Առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս։ Հիմա ես պատասխանեմ։ Համբալ, թլպատված, թուրքաջվուտ, Փաշաև, որ նստած ես Փաշինյան ազգանունի տակ։ Գոյն է, ուղեղ ունեք հաճալուց։ Չէ, դուք չեք հաճում, դուք վնգզդում եք։ Հաճալը ձեր համար շատ մեծ պատիվ կլներ։ Եվ որ դու խոսում ես, որ կալուգացի Տաշիր Սամոն անհերքելի փաստեր են հրապարակել միջազգային թերթերը, որ ինքը Ռուսաստանի Դաշնության սենց ասեմ, իրանց գործակալն է։ 2021 թվին նույն էդ ձեր չատլախ ջվուտ, բոս, են որ պարզվեց դոդից բետ արա խոսալ չգիտի, Տաշիր Սամոն, տպավորություն ստեղծեց, որ իբր թե հայ ազգը քեզ վերընտրելա հայերին եղերն անելուց հետո։ Այդ նույն գործակալը Ռուսաստանի Դաշնության քո ձեռն է սեղմել, կարանք փաստենք, որ դու նույն ձևի ջվուտ Կրեմլի, որ դու նույն ձևի կարանք փաստենք, որ եթե Տաշիր Սամոն անհերքելի փաստեր են հրապարակել, ինքը Ռուսաստանի ջվուտ Կրեմլի գործակալն է, որը քեզ վերընտրեց թղթերով սարկեցիք, նույն ջվուտ Կրեմլով, նույն ջվուտ սպիտակ տնով, այդքան էլ միամիտ չենք, փաստորեն քո ձեռը սեղմեց, շնորհավորեց, կարանք փաստենք, որ դու նույն ջվուտական Կրեմլի գործակալն ես, ոնց կարա Կրեմլի գործակալը բերի իշխանության հակակրեմլի գործակալին, բացատրեք ինձ ժողովուրդ ջան, այսինքն Ռուսաստանի ջվուտական Կրեմլի պատվերն են վախտետ են ծախել, հիմա հագարակն եք երկու, լուրջ ես ասում, հիմա, ինչ որ վերաբերվում է, որ միջազգային թերթերը անհերքելի փաստեր են հրապարակել և ջվուտ Տաշիր Սամոն չի հերքում, դա ստացվում է, որ փաստ է, ուրեմն մի տարի է նույն միջազգային թերթերը անհերքելի փաստեր հասցեներով, ձեր զոհերի ազգանուններով
այդ երեխեքների միջև 12 տարեկան տղեկներին, որ սուտինյոր, պիդաֆիլ, Ալեն Սիմոնյանը գողանում է, 5-10,000 $-ով ձեր վրա ծախում է, ու չատլաղ գյոտվերաններով, ԱՁ-ի սապրավաժդենիով, գնում եք այդ երեխեքներին հասցնել տրված է, որտեղ որ դուք իրանց բռնաբարում եք, և դրա մասին ես լայվ եմ արել, այդ հենց թերթի հոդվածները կարտացել եմ, նկարները բոլոր ցույց եմ տվել ձեր հասցեներին, երեխեքների անուն ազգանուններով, ու ինքս եմ ասել, եթե Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը և այնտեղ շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձերը ծպտուն չեն հանում, ուրեմն դա իրոք տեղի ունի, ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, Վեդիի բռնաբարությունը, դա մենց PR էր, այո, իրանք ամեն գյուղում ունեն իրանց կիսաբաց լուսամուտների հերոսները, իրանց բոշեկը, որ ամեն գյուղում էտենց բոզեր ունեն, այո, ունեն, իրանց թուրք ու ջվուդներով, իրանց երեխեքներին հենց, բռնաբարում են, անում են, ամեն ինչ անում են, դրա համար առանց ամանչելու, իրանք էլան ես բեմադրությունը բոլորան արեցին, որ հայազգի անունը հանեն, որ իբր թե հայ տղամարդիկն են բռնաբարում երեխեքներին և վերջում Քուրդ Սյուզի Բադոյանը գալիս է դիմումը Նիկոլին, բա գիտեք, սենց հարցեր կա, ինչ եք վերաբերվում, ոնց եք, բա Նիկոլն ասում է ոնց որ ընտանիքը կվերաբերվեր, դադու դադաստան է տենց, այս ամեն ինչը հայ ազգի անվան հետ խաղալներ, որ մենք ապացույցում ենք, որ ազերները, թուրքերը, ջվուդները, քրդերը հենց այլասերված պիդաֆիլներ են, Քուրդ Սյուզի Բադոյանը, ամբողջ իրանց թուրքաջվուդ մամուլը, մեր անվան հետ փորձեցին, ոնց են իրանք ասում ֆլեշմոբ, մեր անվան հետ փորձեցին խաղալ և Նիկոլ Փաշինյանի անունը մաքրեն, ժողովուրդ ջան, հասկացաք Վեդիի այլասերվածության բոլորան իրանց բոշեկներով ինչ որ ռիալ անում են, էդի քծեցին հայերի վրա և Նիկոլ Փաշինյանին մաքրելու համար այդ գործով։ Հիմա անցնեմ մյուս հայտարարության իրան, ժողովուրդ ջան, մի րոպե։ Համբալները գիտեն էշ ենք, էլի իրանց էշ հալով։ Հիմա այս հայտարարությանը, հիմա ես կանրադառնամ այսրան։ Չէ, իսկապես Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որ խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ դիմակավորը փսլնքոտները, պետք է նախ հիմնավորեն իրենք ինչու են կենթանի։ Ավելի շատ պետք չի ես այս հաճոցը լսեմ։ Ուրեմն, այն որ երեք խոսացի բեյնով դուրս տվեց, որ 5000 զոհ, արդեն իբր թե բառը ավելացրեց, առաջնահերթին թլպատված թուրք Նիկոլ Փաշաև, որի թլպատվածության համար դոշ տվեց Մարիա Զախիևան Կրեմլից, ինձ հետաքրքիր է, եթե դու ջվուդական Կրեմլի գործակալը չես, Մարիա Զախիևը քու խերի ինձ գներեք ժողովուրդ տեղուսը տար չկա դիմանալու, քո խերի թլպատված չթլպատված լինելու հարցի համար, դոշերն ինչի էր քծե, թաքցնում էր այդ հարցը, ու έλավ խոսած, разве нет других методов проверять религию и национальность, այ համբալ էշ, երկրորդը, դու որ հաճում ես, որ այդ դիմակավորները
Քո ածեն ուրա նայում։ Այդ դիմակավորները որտեղից աջան։ Քո ածեն ուրա նայում, որ երկրում տիրորիստ կան։ Լուրջ։ Այ համբալի մեկ համբալ։ Տիրորիստը չի ելնում խոսում։ Նա կամիրո ամբողջ աշխարհը լսի, որ հիմա սաղ գիտեն լոկացիա գոյություն ունի, ամեն ինչ գոյություն ունի, ելնի ասի գիտես ես կամ գալիս եմ քեզ սպանելու, դու արի ինձ բռնի, որ ես քեզ չսպանեմ։ Այ համբալի մեկ համբալ։ Ձեր էշ հալով մտածում եք կարակ հային, էշցնեք, այ համբալի մեկ համբալ։ Երկրորդը Տո Քոչարյանի մերն էլ, Սերժին էլ, Քորին էլ, քոն էլ, ձեր ամբողջ քաղաքական դաշտի մերը պրեսային էլ հետը, մամուլին էլ հետը ձեր անալիտիկներով, ձեր պալիտիկներով, ձեր գեոպալիտիկներով, ամեն ինչով ձեր տիրոջ մերը, 8 տարի Քոչարյան ես դադում, բանկի վերջում էլակ ասեցիք, որ սահմանադրական ոչ մի հոդվածի խախտում տեղի չի ունեցել Քոչարյանը մակուրա։ 8 տարի իբրտեք ու ձեռներ։ Բանկի քեզ ձերպակալում, թե գիտես, թե են որ հաչում ես, արեք աչոտ տվեք դուք միջև հիմա ինչի եք սաղ, ժողովուրդ ջան դուք չգիտեք սրա խորամանկությունը։ Ուզում ասի ես այսքան արցախցիներին կոտորում եմ, դուք միջև հիմա ինչի եք սաղ, դա նշանակում է հայեր, որ դուք հայեր ընդհանրապես ինչի եք սաղ, հասկացաք ինչա ուզում ասել, որ ձեր վեճ չպիտի տամ, էսա իրան ասածը, ուրեմն լավ լսեք հայեր, ձեր պատիվը, թասիբը, արժանապատվությունը, հավատքը, վերցրեք ձեր ձերը, մեկ մնացել է հայը թուրքին պարդվի, քուրդին պարդվի, ազերին պարդվի, ջվուդին պարդվի, այլասերված տրուսիկներին պարդվի, թասիբը ցավակեց սրանց մերեք ենք, հերիք եղավ, բոլ եղավ, նստեք ասեք, բավոր Նիկոլը հանգարց ամսու 8-ին, հաղթի ամսու 7-ին, այդ պրապագանդեն են հիմա մծրե ձեր, ուղեղի մեջ դուք ինքս տարածում եք, փոխանակ ինքս ձեզ, նապադակ դնեք, որ ոչ մեկ միջև ամսու 7 սաղ չպիտի մնա, այո, ոնց որ ասում է, աչոտ պիտի տակ, ինչի եք դուք սաղ մնացել, իրանք պիտի միջև ամսու 7 Հայաստանը մակրվի, սաղ չպիտի մնա ոչ մի թլպատված շուն, հասկացաք հայեր ձեր գործի առաջնահերթին նպատակը էդ դրեք, ոչ թե նվնվացեք բավոր անցնի, այսինքն իրանց ուզած տպավորությունն են արդեն թողնում ձեր ուղեղի մեջ և հանում են ձեր ուղեղի միջից պայքարի ու հաղթելու նպատակը, հասկացաք ինչ են անում, հերիկայի շուն լսեք ու էշ դարնակ, դուք ձեր նպատակը դրեք ու կատարեք ձեր նպատակը, իրանք ով են, որ մեր ճակատագիրը լուծեն, իրանք ով են, որ որոշեն, որ մենք պիտի մեռնենք, իսկ դուք պատրաստվել եք մեռնելու, ում ձեռով, գույնավոր տրուսիկներով թլպատված սյուննատ եղած, հիմա ասել է ինչով, ձեզ հավաքեք ու սրանց մերը պիտի լացացվի, ուրիշ հարդ չունի հայը լուծելու, եղավ, իսկ լուծելու ձևը ես երեկ եմ խոսացել, հեշտ ու հանգիստ, մնացել այս կեղդերը Հայաստանով մեկ մատ թապտան հայերի վրա, ում կտնկի ու հարցերն արդեն լուծել ես, այ հայ ասկ, շնորհակալություն հայեր ջան,